Բարևես Էլինան եմ ու այսօր ձեզ իմ հետ էլի տանում եմ համալսարան, ունենք 2 հատ ստուգարք, հայց պատմությունից եւ էսքիզավորումից, ու ընթացքում ցույց կտամ, թե նաեւ ոնց անցնում են ստուգարքները, ու ինձ թվում է, որ ձեզ հետաքրքիր կլինի, բայց մինչեւ վիդեոն անցնելը հետևեք իմ Instagram էջին, ինքը կթողնեմ ներքևում, իսկ մենք սկսեցինք։ Դե ոնց ասացի, գնում ենք ստուգարքների, բայց ընդհանրապես լարված չեմ, որովհետեւ մենք ամբողջ տարին տանջում ենք, որ վերջում մեր համար հեշտ լինի։ Ու այս ամեն ինչը իմ մի կիսամյակի գործերն է, իսկ անցած կիսամյակինը սրա կրկնակին էր։ Դա էսքիզավորումն է, գնահատականը շատ խառն է կազմվում, 2 միավոր կա բացակա, 7 միավոր կարծեմ աշխատանքները եւ այլն։ Դե իսկ հայոց պատմությունից միշտ մենք անցած լեկցիաներից հանձնել ենք գծագրեր, ու իրանք այդ գծագրերի հիման վրա մեզ ստուգարքները նշանակում են։ Մի խոսքով արդեն գնացինք, մնացածը արդեն տեղում ցույց կտամ։ Արդեն հասել եմ ու եկել եմ coffee house-ից մելու բան վերցնենք, ուզում եմ իրենց դետոքսներից վերցնել նոր, բայց քանի որ չկար, վերցրեցի նարինջի ու ելակի ֆրեշ, քանի որ էներգիա է մեզ պետք, ոնց արդեն 1000 անգամ նշեցի, մոտ ստուգարքային շաբաթը դժվար շաբաթ է, հենց որ գնում ենք վերցնելու ու արագ գնանք դասի, որտեղ արդեն ուշանում ենք։ Վերցրեցի ու շարժվում ենք համալսարան, որովհետև արդեն 17 րոպե ուշացել եմ։ Լրացնում ենք մեր ստուգարքային գրքույկները, շարում ենք այստեղ ու համբերատար սպասում ենք մինչև մեր ստուգարքները նշանակեն, դե ոնց որ արդեն նշել էի, մենք ոչինչ չունենք անելու, քանի որ գծագրերը արդեն հանձնել ենք։ Guys are playing, we've been drinking, so now we're praying they don't find us, 'cause man we're wasted, feels like time is making fun of me. Արդեն լրացրեցին մեր ստուգարքային գրքույկը, նշանակեցին ու հիմա ուղղավորվում ենք դեպի մյուս մասնաշենք, մյուս ստուգարքին հասնելու համար։ This might be my only chance to leave. Let's not miss this opportunity. Ոնց հասկացաք, հետ եկանք մեր մասնաշենք համալսարան, հիմա արդեն էսքիզի ստուգարքին ենք։ Համալսարանը մի քիչ ցած դատարկ է, որտեղ արդեն դասերը վերջանում է ու ափսոս որ այստեղ էլ ցուցահանդես չկա, որ ցույց տամ։ Մինչև այդ շատ սիրուն ցուցահանդես ունենք, դիմակներն եւ այլն։ Իսկ այդ մնացածը, եթե ուզում եք տեսնեք, հետևեք իմ ինստային, իդեպ ասեմ, որ համալսարան գալուց առաջ ավարտական վիդեո ենք նկարել մեր երեխեքի հետ, եթե ուզում եք տեսնեք, անպայման հետևեք ինստայերին, որտեղ այդ ամեն ինչը արդեն այնտեղ եմ պոստում։ Եկեք ձեզ ցույց տամ իմ աշխատանքներից, որ մոտավոր պատկերացում ունենաք, թե ինչ է իրենց ներկայացնում էսքիզավորումը։ Մենք վերցնում ենք ինչ-որ բարդ կենցաղային առարկաներ, անում ենք էսքիզներ 3 դիրքից, այնուհետև մշակում ենք, անում ենք սլակները, իսկ այստեղ սա տեքստուրան է, ցույց արդեն հասկացաք, փայտ եւ այլն, ցույց ենք տալիս էլի մշակումով։ Իսկ ինչ վերաբերում է էսքիզներին, մեր մոտ քիչ բարդացել է, մենք ցույց ենք տալիս ինչ-որ առարկան 3 դիրքով, այնտեղ սլակով ցույց ենք տալիս իր պատտվելու հատվածը եւ այլն, սա իդեպ տնայիններն է, իսկ այստեղ արդեն ունեմ լսարանայինները, սրանք քանակով են, այսինքն քիչ ավելի ցածր է գնահատվում, ինքնընդհանուր ինքը պետք է լինի 66 հատ, իսկ անցած կիսամյակ, եթե չեմ սխալվում, 120 հատ էր, բայց այդ թիվը այդքան վախենալու չի, եթե ընթացքում ենք աշխատում։ Իսկ սա նոր առաջադրանքներն է, մեզ տնային եղել է, որ տվել են 20 հատ, եղել է, որ 8 հատ, կախված առաջադրանքի բարդությունից, բայց այդ թիվը այդքան էլ վախենալու չի։ Այստեղ ես ձեզ ցույց կտամ մեր մոտ ցուցադրված աշխատանքներից լսարանային կարող տեսնեք ինչքան որակով ու լավ աշխատանքներ են, տարբեր տեսակի էսքիզավորումներ, ու մենք լսարաններում նույնպես ունենք ցուցահանդեսներ։ Իսկ այստեղ մեր առաջադրանքները արդեն ստուգվում են, գնահատվում են եւ արդեն ավարտում եմ ես, իմը շատ ստուգեցին, դրա համար ես որոշեցի իջնեմ գրախանութ մեր մոտի, քանի որ մի քանի բան ունեի գնելու հետագա ստուգարքների համար,
Ինձ պետք է տպել իմ արված մակետի երկու մակետի նկարները, որպեսզի դնեմ ալբոմի մեջ եւ պետք է PVХ մատերիալը ու մյուս մակետները պատրաստելու համար։ Իսկ սա մեր գրախանութն է, արդեն վերցրել եմ ինչ որ պետք է, այս այն մակետն է, որ ասում էի։ Եվ արդեն հետ եմ ուղևորվում լսարան, իդեպ մեզ շուտ թողեցին, քանի որ արդեն բան չունեինք անելու ու մեզ արդեն ասել էին գնահատականները, բարձրանում ենք վերև, հավաքում ենք իրերը եւ այսօրվա համար այսքանը։ Դե ինչ, այսօրվա համար պատրաստել եմ այսքանը, ուսում հավանեցիք, չմոռանաք վիդեոն պայել ձեր լայքերով, բաժանորդություններով, գրել ձեր կարծիքը, ինձ շատ հետաքրքիր եմ կարդալը եւ հետեւել իմ Instagram-ի էջին, ինքը գտնվում է ներքևում ու անպայման ասեք, եթե ձեզ դուր է գալիս այս ֆորմատը, անպայման շարունակական կլինի։ Իսկ մենք հանդիպենք շատ շուտով, պակա։